արցախցիներից թալանվածը վերադարձվի Արցախցուն։ Իսկ այդ թալանի պրոցեսը, որ սկսում է, պետք է առաջնորդի մեզ մեր առաջնորդը, ով որ կա, կապ չունի։ Եթե այդ մարդը պատրաստ չի այդ քայլին գնալու, պետք է հայտարարի, որ պատրաստ չենք։ Հիմնադրամների տնօրեններն են, կանչում որ կան ներկայանան, պատասխանատու մարդիկ, այն ոլորտի պատասխանատուներ, որտեղով որ Արցախցու փողերը լվացել են, Արցախցու փողերը լվացել են, նորից եմ ասում։ Նես չի որ մենակ, որ հիմնադրամը նկատում։ Գյուղաճակցության հիմնադրամը ներդրումային հիմնադրամը այսօր ասում են, որ գնացել են ներդրումային հիմնադրամի մասով նախագահան ցուցմունք է տվել, գնացել քննչականում ցուցմունք է տվել։ Ես էլ ասում, ասենք, խնդիրը որն է, որ ներդրումային հիմնադրամի վրա ցուցմունք կա տված, գյուղաճակցության հիմնադրամի վրա չկա։ Ինձ էլ հավաստի տեղեկություններ ունեմ, որ քաղաքաշինության նախարարությունով ժողովուրդ, քաղաքաշինության նախարարությունով կան մարդկանց առած տներ, բազաներ, տեխնիկաներ, որը որ քաղաքաշինության նախարարությունը առել է այս ժամանակ, որ մենք արդեն բռնի տեղահանվում էինք։ Դրանից մի ամիս առաջ, 5 օր առաջ, 10 օր առաջ, թող այդ բազաները սաղ կա, թող հանեն կհասկանան, ով ինչքան է թալանել։ Ասում են Արկադի Ղուկասյանը աղի հանքոն է։ Ես էլ ասում 30 տարի պատերյա ծորեն պոկը, հանդիսացալ է Արկադի Ղուկասյանեն սեփականությունը ամիսը 30 միլիոն դրամով տված է այդ պետությանը։ Սա պորբատը օգանովսկուն նալան, ջաբարայելը պոկը վանու են նալան, այսինքն խնդիրը վերնա, եթե մուկոն եք ես ինվորմացիա, բերեք վախիք մեջ, բարձրացայնիք տեսնակ, տա կա թե չկա, այս պային վեշմինի մեղադուրում չենք, ասում եք ոք սայիք գիտում, հետաքրքրված եք գիտացեք, տա կա թե չկա, ինտերնետային սոցիալական ցանցերով մեկնաբանությունները արեք, ժողովուրդ չկա, դուք սխալ եք իմացել, կամ ժողովուրդ կա ձեր ցավը տանի, որ այսքանը բարձրացայնել եք։ Իմ ասածս, իմ պահանջս այսօր էդ է, ուստեից չեմ գնալու, միջև այս հարցերի պատասխանը չլսեմ։ Որ ոլորտի պատասխանատու, այս պայի դուրությամբ ստեպիտի ինի, հայտարի, եթե ուզում եք դուժը գիտակ, մեն միլիարդցե գեներալներ էլ պիտին ես հարց եկացուրյան կողքևը նկացած, կես հարցերն էլ ուրակ պատասխանեիս։ Եթե ձեր ակցիան իրականում ունի նպատակ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մի րոպե նահապետ հանգիստ։ Ես ուրախ եմ նման նախաձեռնությանը, ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով դեր 23 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գործունա գրվել Հայաստանի Հանրապետության դատախազ Տիկին Վարդապետյանին։ Դրա հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ շրջանակներում ես հրավիրվել եմ նաև որպես վկա հարցաքննության։ Արգրավել է ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք տեղյակ են ինչ է կատարվել Արցախում ներդրումային հիմնադրամում։ Այդ քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել են նաև պետական պաշտոնյաներ, Արցախ ներդրումային հիմնադրամի տնօրեն եւ այլ պաշտոնյաներ։ Վերջերս մենք նաև տեղեկատվական շտաբով տեղեկատվություն ենք տարածել այս ամեն ինչի մասին եւ հորդորել ենք նորից իրավապահ համակարգին ակտիվացնել գործողությունները այդ նպատակով։ Ես երկուշաբթի 10-ին ձեզ սպասում եմ։ Խնդրում եմ ներողություն անհանգստության համար բոլորին, այդ լրագրողներին, շնորհակալություն, շնորհակալ։